Հարևան երկրում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող ցույցերի ժամանակ զոհվել է 2 հայ։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Այս ամբողջ ընթացքում մենք մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք։ Ընդհանուր զոհերի թիվը հասնում է 3000-ի, նրանց թվում են նաև անվտանգության աշխատակիցներ։ Առավել մանրամասը հայտարարեց Իրանի մարդու իրավունքների խնդրով մասնագիտացված կայքը, ըստ որի ցուցարարների շրջանում կա առնվազն 2615 զոհ, իրավապահների շրջանում 153 զոհ, այդ թվում բասիջ։ Զոհվել է նաև 14 քաղաքացի, որոնք ոչ ցուցարար են եղել, ոչ իրավապահ, կա 18470 ձերբակալած։ Ցուցարարների նկատմամբ գլխավոր դատախազի կողմից հայտարարված մահապատիժը այսօր հայտնի դարձավ, որ չի կիրառվելու։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ ահաբեկչական գործողություններից 3 օր անց Իրանում իշխանությունները ամբողջական վերահսկողություն ունեն։